Այսօր կեսօրին ես որոշեցի մի փոքր շեղվել իմ սովորական ճանապարհից։ Քայլում էի քաղաքի հին թաղամասերից մեկով և նեղ փողոցի անկյունում մի շատ հարմարավետ ու փոքրիկ սրճարան գտա։ Դրսում, փայտե կլոր սեղանների շուրջ, գրեթե ոչ ոք չկար։ Ես ընտրեցի ամենահանգիստ անկյունը, ծառի ստվերում։ Մատուցողը շուտով մոտեցավ, և ես պատվիրեցի մեկ գավաթ ավանդական արևելյան սուրճ և մի կտոր թարմ թխված գաթա։ Երբ սուրճ բերեցին, պայուսակից հանեցի իմ սիրելի տետրը և գրիչը։ Ես շատ եմ սիրում նման պահերին գրի առնել իմ մտքերը, տպավորությունները կամ պարզապես նկարագրել այն ամենը, ինչ տեսնում եմ շուրջս։ Տաք սուրճի բույրը շատ հաճելիորեն խառնվում էր աշնանային զով օդին։ Փողոցով դանդաղ անցնում էին մարդիկ, մի տարեց մարդ թերթեր կարդում դիմացի նստարանին, իսկ երկուսանով ոգևորված ինչ-որ բան էին քննարկում։ Ես սկսեցի գրել իմ վերջին օրերի նախագծերի, նոր գաղափարների և ապագա ճանապարհորդությունների մասին։ Ժամանակն այստեղ կարծես կանգ էր առել։ Այսպիսի փոքր դադարները մեզ օգնում են լիցքաթափվել, հավաքել մտքերը և նոր շնչով շարունակել օրը։